Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Այսօր մարտի 29 է, 2026 թվական օրը Կիրակի, դրսում գալիս է անձրև, քանի որ Նիկոլ շոուն շարունակում է, իսկ ես միշտ ասել եմ, Նիկոլ շոուն մինչև չավարտվի, անձրևները Հայաստանի Հանրապետությունում չեն դադարի։ Մի կողմից լավ գործ է անում, այս տարի լավ բերք կլինի, բայց այս անձրևները կշարունակվեն մինչև ընտրությունները, քանի որ նրանք մինչև ընտրությունները ոնց որ խաբել են 8 տարվա ընթացքում մեր հայ ազգին, մեր հայ ժողովրդին, այդպես շարունակում են ստել եւ խաբել։ Այսօր ուզում եմ արձագանքեմ Նիկոլ Փաշինյանին, տեսենք այժմ այս տեսահոլովակը, այնուհետև ես հարցեր կտամ եւ կարձագանքեմ Նիկոլ Փաշինյանին։ Ահա, սենց այս մեքենան քաղաքում սրտիկով պատտվելու է անընդհատ, ումնա ճանապարհը, մերնա ճանապարհը, բայց իհարկե միշտ չէ, որ ես եմ քշելու։ Տականքներին Ռոբերտ Քոչարյանին, Սերժին, ինչքան որ կերել է, սա նրան վիստային նկատում եմ, որ ինքնա փախած է երկրից, նրան սաղին հետ բերեք ու դատեք դրան սա։ Այդ բանը Քրական գործեր կան, իհարկե, ընթացքի մեջ են ունենք, որ այդ 10 տարի ինքը այդքան թալանեցնի, հիմա լուզվան նույն իշխանության գլուխ դառնում, որ նույն էլի թալանի։ Իշխանության Ինչ արել մեր համար։ Եվ իրանց որոշելու չի, կամ իմ որոշելու չի, ձեր որոշելով է, դուք ոնց կորոշեք։ Չէ, դուք այն վաղ ինչ եք որ ասեցիք, այն վաղ որ ասեցիք ինչքան որ թալանել եք, սաղը հետ եք վերել թալանը, կոպեկ առ կոպեկ։ Այն վաղ ասեցիք, հիշում եք։ Եվ հետ ենք վերել, կոպեկ առ կոպեկ հետ ենք վերել, հատիկ առ հատիկ հետ ենք վերել, եւ հետ ենք վերել։ Որովհետեւ բա հիմա տեսեք, հեղափոխությունից միջև այսօր Հայաստանի պետական բյուջեի հավելյալ եկամուտները կազմել է 6.6 միլիարդ դոլար։ Բայց որտե՞ղ է։ Բայց այդ փողերն են, չէ՞։ Հիմա զուգահեռ նաև ապօրինի գույքի բռնագանձման համակարգը սկսում է աշխատել, համայնքային շահի, պետական շահի պաշտպանության եւ այլն ստերի կրճատման։ Ես հասկանում եմ, որ տեմպից դժգոհ ենք մենք բոլորս, բայց դա պետք է հաշվի առնենք, որ մենք մաֆիայի հետ գործ ունենք, մենք մաֆիայի դեմ ենք կռիվ տալիս։ Մաֆիայի դեմ կռիվ տալը հեշտ չի։ Այս ու ընդ որում մաֆիայի դեմ կռիվ ենք տալիս այսքան բաների մեջով անցնելով։ Դրա համար մենք ոչ մի անգամ, ոչ մի քայլ հետ չենք գնում։ Ուղղակի այո, մենք առաջ գնալու դժվարություն ունենք, բայց գնում ենք։ Դժվար, ծանր, բայց գնում ենք։ Եվ գնալու ենք։ Այսինքն տեմպի հետ կապված այո դուք կարող եք ասել, բայց մենք ոչ մի հետ քայլ չենք արել, դրանում կարակ համոզված ենք։ Ոչ մի կուլիսային կոմպրոմիսի չենք գնացել, չենք էլ փորձել, չենք էլ մտածել, հնարավոր էլ չէ դա։ Մենք գնում ենք առաջ։ Ու ոչ մեկ ոչ միտեղ չի փակնի, բոլոր գույքերը կալանքի տակ են, ոչ միտեղ չեն կարա շարժվեն եւ այլն։ Ու մենակ այդ հիշում եք այն նախկին գլխավոր պատախազաղման Հովսեփյանը, որ ասում է, ինչ եք ուզում պետք կլինի, սա Երևանը կթալաների։ Այդ իր այդ ասած խոսքերը ինչ։ Ես չեմ հետևում իր ասածներին։ Նվիրեմ միած։ Ու մենակ գիտեք ինչ եմ ուզում։ Մի րոպե էլի։ Այս արանքում Ալեքսանդր։ Արանքում sense ինչ որ բաներ կան, որ կանեն։ Գալի է։ Հա, ոչ, հա։ Բայց մի բան ասում, ազգանանում է։ Ամսի 28-ին կտեսնեք։ Հա։ Ամսի 28-ին Հանրապետության հրապարակ համեցեք, մայիսի 28-ին, այնտեղ մենք հաշվետվություն ենք ներկայացնել, թե մեր բանակի զարգացման ոլորտում ինչ են կարել։ Ես խոսք եմ տալիս, որ դες եմ պայմանագրելու։ Հա, բայց դրա ամսի 20 կամ հեռուստացույցով կարող է կհետևեք։ Բայց եթե կամաց որ էսենց գնա լավ կլավանա, չէ՞։ Շնորհակալ եմ։ Դուք պետք է ասեք։ Ես սրտած ձեզ եմ տալիս, բայց շնորհակալ եմ։ Այո, անեք ինչ որ ասում։ Միանշանակ։ Լավ է, ես հաջողություն։ Շնորհակալ եմ։ Տեսակ ժողովուրդ ջան, առաջի տեսահոլովակը այն է, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի կենտրոնում կանգնեցրել է իրեն սրտիկով ուրախ ավտոբուսները, որը ոչ թե ուրախ են, այլ շատ տխուր են հայ ազգիս համար, հայ ժողովրդիս համար, քանի որ այդ ավտոբուսներով նրանք շրջակայում են միտոմ իրենց կուսակցական
քարոզարշավ անելու, բայց դա նախընտրական քարոզարշավ է, եւ այդ ավտոբուսներով մտնում են ժողովրդից մեջ, շրջապատված իրենց թիկնապաներով եւ գտնում են իրենց հերթական զոհը, միամիտ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չէ Նիկոլ Փաշինյան, եւ սկսում են քանդերել ժողովրդի լեզվով ասած։ Հիմա տեսեք ինչ ասեց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը ասում է հետեւյալը, որ նա կռիվ է տալիս մաֆիայի հետ։ Ուզում եմ արձագանքեմ Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյան 8 տարին դա քիչ է ձեր համար, որ դուք մաքրեիք ձեր ասած մաֆիան։ Նիկոլ Փաշինյան, այդ լոլոն խի եք կարդում, ինչ եք կարդում, ինչ եք ուզում ասել։ Դուք համեմատում եք, դուք անգամ չեք գիտակցում, դուք ինչ եք ասում։ Այսինքն մեր Հայաստանից Հանրապետությունը այնքան անզոր է, այնքան թույլ է, որ մաֆիայի դեմ չեք կարող կռվեք, Նիկոլ Փաշինյան։ Դրա համար եք գնում խաղաղության Ադրբեջանի հետ։ Եթե դուք մաֆիայի հետ հարցերը չեք կարող լուծեք, դուք Ադրբեջանի, Թուրքիայի հետ ո՞նց պիտի լուծեք։ Ես սկսում եմ ձեզ հավատալ, գիտեք Նիկոլ Փաշինյան։ Դրա համար է ցիլինդրը հագնում Նիկոլ Փաշինյան եւ ման գալի Երևանի փողոցներում։ Դուք ձեզ դրել եք Դոն Կարլեոնեի տեղը Նիկոլ Փաշինյան, իսկ Հայաստանի Հանրապետությունը դա Սիցիլիանն է, Նիկոլ Փաշինյան։ Ուրեմն լսեք ձեզ ինչ եմ ասում։ Չարաբաստիկ վարչապետ Նիկոլ Փաշինյան, եթե դուք չեք կարող կռվել մաֆիայի հետ, ձեր մաֆիայի դեմ, դե դուք ձեր դեմ ինքներդ ձեր դեմ ոնց կարաք կռվեք։ Ուրեմն իշխանությունը հանձնում եք այս սրանց։ Սուսուփուս տալիս եք իշխանությունը եւ ինչպես դուք եք սովոր ձեր ելույթներում ասել գրազ եմ գալի, ես ձեր հետ գրազ եմ գալի 12 ժամում չի լինի Հայաստանի Հանրապետությունում մաֆիա։ Իսկ դուք գիտեք, որ կոմունիստները եւ բոլշևիկները Նիկոլ Փաշինյան կարում են դա անել։ 12 ժամն է մի քիչ չափազանց շատ ասեցի։ Չնայած չէ, 12 ժամ, 10 ժամը ձեր համար, 2 ժամ է մնացածի։ Ձեր մաֆիայի Նիկոլ Փաշինյան, ձեր։ Հիմա է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն միամիտ մարդու բռնելը, ինձ ասում է կմակ բան կանեք, ձերբակալեք, չէ, լավ կլինի։ Հա, բա ոնց բարեկամ, եղբայր, բա ոնց։ Հայ Կոնջոյանն էլ իմիջիալը Ջորջ ջան, տեսեք հետևը ոնց է խժում։ Թիկնապանել կողքը, շուրթերն է կծում չխժա։ Ասում են, էս ինչ մակարոն, էս ինչ փլաֆա լստում ես մարդու անկաջներին։ Ուտմա, հատիկր հատիկ։ Նիկոլ Փաշինյան ամոթնել է մարդու համար, մեկ ամանչեք։ Ժողովուրդ ջան, այսքանն է ուզում ասեի, այսօր շատ կարճ, կեցցե Հայաստանից Հանրապետությունը, կեցցե հայ ազգս, կեցցե ջավախքը հայությունը, կեցցե Արցախը հայությունը, կեցցե հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան, հայկական Արցախը, Արցախ, Սևան, Երևան, Մասիս լեռ, Արևմտյան Հայաստան, հիշեք դա Նիկոլ Փաշինյան, դա լինելու է հունիսի 8-ին 2026 թվականին, դուք կտեսնեք, թե ինչպես ենք մեր ուժերը, հայկական ուժերը պայքարում այդ ամենի համար եւ դուք կտեսնեք, որ հունիսի 9-ից սկսած Հայաստանի Հանրապետություն չի լինի ձեր ասած մաֆիան, քանի որ չեք լինելու դուք Նիկոլ Փաշինյան։ Կեցեք դուք մեր ավակ քույրեր եւ եղբայրներ, տատիկ եւ պապիկներ, ձեր ցավը տանեմ, վճռական խոսքը ձերն է, մաֆիայի վերջը տալու եք դուք։ Կեցե մեր առաքելական սուրբ եկեղեցին, հայկական Նիկոլ Փաշինյան, կեցե հայոց կաթոլիկոսը անկախ իրեն անունից, կաթոլիկոսը եղել է, կա եւ կլինի հայ ազգի գլխին։ Դուք էլ լավ եղեք սիրելի բարեկամներ, հույսով եմ քանդիպենք, Աստված բոլորիս պահապան, խաղաղ երկինք եմ ցանկանում, ստեսություն։